դա պետական մոտեցում է եւ դրա համար Սոլովյովը հասկանում եք Սոլովյովը ապրում եւ աշխատում է մի միջավայրում, որտեղ որ ինքը իր կողմից անձամբ, հա, ոչ մի բան չի հնչեցնում եւ պետք է դա արդեն հասկանալ եւ ընդունել։ Քանի որ Ռուսաստանը դարել է տոտալիտար մի հատ կայսրություն, պսևդո կայսրություն, ես կասեի, որը որ այն հետաքրությունները, իրենց հետաքրությունները, որ ասում են մեր հետաքրությունների մեջ է մտնում, դա դրա տակ պետք է հասկանալ, որ դա կայսերական իրենց ունեցվածքի մեջ է գտնվում, իրենց մտքերում իհարկե, հա, եւ այս պարագայում Սոլովյովը ընդհանրապես բարձրախոս է, որը որ հնչեցրել է այն մտքերը, որոնք որ առաջին հերթին իրեն թույլ են տվել հնչեցնել եւ երկրորդ հերթին բնականաբար այդ մտքերը կան Ռուսաստանի ղեկավարության մոտ։ Այլապես ինքը ծպտուն անգամ չէր հանի այդ ուղղությամբ։ Այսինքն մենք գործ ունենք ուղղակիորեն այն էքսպանսիայի, այն ագրեսորության հետ, որը որ Ռուսաստանը ցուցադրում է վերջին արդեն տարիների ընթացքում եւ մինչեւ էլ ցուցաբերել է եւ սովետական կայսրության մեջ եւ ռուսական կայսրության մեջ